Ժողովուրդ ջան, այս ընթացքում եկել եմ մի շարք եզրակացությունների եւ կարծում եմ դուք նույնպես պետք է իմանաք դրանց մասին։ Անցյալ շաբաթ ասուլիս տվեցի եւ ասացի, որ Նիկոլ Փաշինյանը նրա իշխանությունը սնվում են պաշտոնաթող կամ նախկին 3 նախագահներից։ Եվ որ երկրում ստեղծված է փակ համակարգ, որը մեզ պահում է անցյալում, եւ այդ համակարգի կողմերը առանց իրար գոյություն ունենալ չեն կարող։ Եվ հատուկ շեշտեցի, որ թեև դա պաշտոնաթող նախագահների իրավունքն է, բայց եթե նրանք կամ նրանցից որևէ մեկը որոշի մասնակցել 2026 թվականի ընտրություններին, ապա նրանք այդ կերպ օգնում են Փաշինյանին։ Նրան տալիս են ուժեղանալու հնարավորություն եւ ի վերջո վերընտրվելու շանսեր։ Դրանից հետո ամբողջ համացանցը ողողվեց կազմակերպված ֆեյքային սպառնալիքներով ու վիրավորանքներով։ Սրա նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որպեսզի մենք մեր ժողովրդին ներկայացնենք երկիրն այս վիճակից դուրս բերելու միակ ճիշտ ճանապարհը։ Իհարկե դրական եւ ոգևորիչ էր սրան հակառակ տեսնել այն քննարկումները, որոնք մեր քաղաքացիները տանում էին, ծավալել էին, կապված այն հարցերի հետ, որ ես ասուլիսի ընթացքում բարձրացրել էի։ Այս ընթացքում ես ունեցել եմ մարզային այցեր, հանդիպումներ գյուղերում, քաղաքներում, Երևանում։ Ուզում շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին աջակցության համար, շնորհակալություն հայտնել այն առաջարկների համար, որ մեզ ներկայացվեցին։ Ես ուզում եմ խնդրել, որպեսզի դուք շարունակեք ձեր առաջարկներ ներկայացնելը։ Մենք դրանք անպայման հաշվի ենք առնում եւ դա մեզ միայն ուժեղացնում է։ Եվ ուզում եմ հատուկ ասել, որ այս հանդիպումները ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ապագա կամ հույսեր Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ իրականում չի կապում։ Եվ եթե նախկին նախագահները մտահոգ են երկրի ապագայով, եւ եթե նրանք չմասնակցեն ընտրություններին, ապա այդ դեպքում միայն կառաջանա Նիկոլ Փաշինյանին միավորված իշխանությունից հեռացնելու իրական հնարավորություն։